Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Իմ այսօրվա հյուրի մասին կարծիք ձևավորվում է, երբ նրան տեսնում ես այնտեղ, որտեղ նա ներդրել է իր բոլոր կարողությունները, ջանքերը, տաղանդը ու ինքնամոռաց դրվել այդ կառույցին, որը թատրոնն է։ Ինչ խոսք, գենետիկան իր գործն արել է այս մարդուն ձևավորելիս։ Միայն թե նա կարողացել է սիրված արտիստի որդին լինելու զուգահեռ կերտել իր յուրօրինակ կերպարը, դրսևորվել բացառապես սեփական հնարավորություններով ու դառնալ թատրոնի նվիրյալ, որի մասին պատմությունն անպայման հիշելու է։ Հայ պերսոնայում Սուրեն Շահվերդյանն է։ Սուրեն Շահվերդյանը ծնվել է 1977 թվականին Վանաձոր քաղաքում։ 1994-ից 1999 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում։ 1999 թվականին որպես դիպլոմային աշխատանք Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է Թենեսի Ուիլյամսի Տրամվայ ցանկությունը։ 2000 թվականին այս ներկայացումը մասնակցել է Լիտվայի Կլայպեդա քաղաքում անցկացվող Շարմուկշնիս փառատոնին եւ արժանացել մրցանակի։ 2002 թվականին պարտադիր ծառայությունն անցնելուց հետո Սուրեն Շահվերդյանը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է Բուրատինոյի արկածներ մանկական ներկայացումը։ 2002 թվականից հայկական երկրորդ հեռուստաալիքում վարել է «Չէին սպասում», իսկ 2018 թվականից նաև «Քաղցած սպասում էին» հաղորդումները։ 2009 թվականին Սուրեն Շահվերդյանը աշխատել է Ռումինիայում Տոնի Բուլանդրայի թատրոնում։ Բեմադրել է մի շարք ներկայացումներ, որոնք արժանացել են տարբեր մրցանակների։ 2024 թվականի հունիսի 21-ից Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենն է։ Սուրեն Շահվերդյանի կենսագրությունը հագեցած է, ուստի այն ամբողջությամբ այստեղ կարդալ չեմ կարող։ Առաջարկում եմ հետևել թողարկմանը։ Համոզված եմ, որ Սուրենին նորովի կբացահայտեք։ Պարոն Շահվերդյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Ես եմ շնորհակալ, որ իմ անձով հետաքրքրված եք։ Կա ճակատագիր, թե մարդն ինքն է կառուցում իր կյանքը։ Չէ, իհարկե կա ճակատագիր եւ ճակատագիրը կախված է քո որոշումներից։ Ինչ որոշում ընդունես, այդպես էլ ճակատագիրդ կփոխես, բայց ինչպես հայտնի հին հունական դրամայում է Էդիպ արքայի մասին է խոսքը, նույնիսկ երբ որ ճակատագիրդ գուշակում են, դու իզորու չես փոխել այն։ Դա է իմ կարծիքը։ Դուք գոհ եք ձեր ճակատագրից։ Իհարկե ես գոհ եմ իմ ճակատագրից, որովհետև ունեմ իմ ծնողների նման ծնողներ, ընտանիք, ունեմ սիրելի գործ, զբաղվում եմ սիրելի գործով, արարում եմ, ստեղծագործում եմ, ունեմ բազում լավ հավատարիմ ընկերներ եւ կարծես թե այն նպատակները, որ դնում եմ իմ առջև, քայլ առ քայլ կարողանում եմ իրականացնել։ Ունեմ հիանալի զավակներ, որոնք կարծես թե արդեն հասնում են իրենց նպատակին։ Եթե ունենայիք այդպիսի հնարավորություն, ապա կանեիք որոշակի խմբագրումներ ձեր կյանքից։ Երևի թե կանեի, չէի վստահի այնքան, ոմանց ինչքան որ վստահել եմ իմ կյանքի ընթացքում եւ հա իհարկե երբ որ նայում ես հետ հասկանում ես որ կարող էր այս դեպքում այս քայլ անել կամ ավելի շատ այն քայլը չանել որ արեցիր բայց ինչևէ հնարավոր չէ հետ գնալ եւ պետք է համակերպվենք եւ ապրենք այն կյանքով եւ այնպես ինչպես գործել ենք։ Ձեր կյանքի փորձը հիմա ձեզ օգնում է մարդկանց ավելի լավ ճանաչել։ Իհարկե։ Իմ կյանքի փորձն է օգնում ինձ, իմ մասնագիտությունն է օգնում ինձ, որովհետև նախ եւ առաջ իմ մասնագիտությունը մարդ ուսումնասիրելն է եւ ամեն նոր հանդիպման ժամանակ այդ մարդուն ում հետ հանդիպում եմ, ուսումնասիրում եմ, ստանում եմ ինչ-որ էներգիա, տալիս եմ ինչ-որ էներգիա։ Կյանքը մի ճանապարհ է, որը քեզ ամեն օր դարձնում է ավելի իմաստուն։ Ո՞վ է ձեզ հանդիպած ամենաճակատագրական մարդը։ Մեկ մարդ չէ, շատ են, բայց չեմ ուզում անուններ առանձնացնել եւ ոչ միայն մարդն է հանդիպած իմ կյանքում ճակատագրական, միգուցե վայրը, քաղաքը, միջավայրը, որտեղ լինում եմ, լավ ֆիլմը, երաժշտությունը, ներկայացումը,
ամեն ինչ մարդուն փոխում է, ձևավորում է։ Շատ հաճախ ես նույնիսկ ասում եմ, այն սնունդը, որը որ քո կյանքում ընդունել ես եւ ճաշակել ես, դա էլ է մարդուն փոխում։ Ամեն ինչ փոխում է մարդուն, բայց ամենաառաջինը միջավայրը, որտեղ նա գտնվում է։ Չնայած որոշակի միջավայր յուրաքանչյուրս ենք նաեւ մեզ համար ստեղծում։ Թատրոնում դուք շատ երկար ճանապարհ եք անցել։ Ձեզ ինչպիսի ճանապարհ է տրվել եւ այդ ճանապարհին ավելի հաճախ ձեզ հանդիպել են մարդկային թե տեխնիկական խոչընդոտներ։ Եվ մյուսը նախ եւ առաջ դե բոլորը գիտեն, որ ես մեծացել եմ թատրոնում, ես Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վահե Շավերդյանի զավակն եմ եւ իմ կյանքը այսպես թե այնպես կապված է թատրոնի հետ, կուլիսների եւ այն ամեն ինչ շրջապատում է թատրոնը։ Տեխնիկական խոչընդոտներ իհարկե եղել են եւ որոշակի ժամանակ ես Հայաստանի պետական թատրոններում չեմ գործել, որովհետեւ դիրքորոշումս այնպեսին չէր, ինչպեսին հաջող կլիներ այդ ժամանակահատվածի իշխանությանը եւ ստեղծագործել եմ արտերկրում կամ անտերպրիզային ներկայացումներ եմ ստեղծել։ Բայց նաեւ կա մեդալի հակառակ կողմը, իհարկե իմ հայրը ինձ օգնել է իմ ձևավորման մեջ, ես կարողացել եմ ստեղծագործել ազգային թատրոնում եւ ապա մյուս թատրոններում, որտեղ որ ստեղծագործել եմ, այսօր ես ղեկավարում եմ Երևանի ռուսական պետական դրամատիկական թատրոնը Ստանիսլավսկու անվան։ Պարոն Շավերդյան, հիմա նաև վարչական աշխատանք եք կատարում։ Որքանով այդ վարչական աշխատանքը հենց ձեզ օգնում եւ որքան է խանգարում, եթե իհարկե խոչընդոտում է ձեր ստեղծագործական աշխատանքին։ Ես կարողանում եմ իմ օրը դասավորել այնպես, որ առավոտյան զբաղվում եմ վարչական աշխատանքով եւ երեկոյան օրվա երկրորդ մասը ավելի շատ զբաղվում եմ ստեղծագործական աշխատանքով։ Ես կարծում եմ, որ հակառակը լրացնում է մեկը մյուսին եւ այսպես խոչընդոտներ չկան։ Ես ունեմ այսօր լավ թիմ, ունեմ իմ կողքը կանգնած հավատարիմ մարդիկ, այն հարցերում, որտեղ որ ես չեմ հասցնում, այդ թիմը մեջքից կանգնած է եւ 24 ժամ շարունակ ինձ հետ է եւ օգնում է, որովհետեւ իսկապես օրեր են լինում, որ մենք թատրոնում 24 ժամ ենք։ Չենք հասցնում եւ դա է պատճառը, որ ստեղծագործում ենք այսպես ոչ աշխատանքային ժամերին։ Սուրեն Շախվերդյանը հիանալի մարդ է։ Դա իմ համար ու ինձ թվում է յուրաքանչյուրի համար ամենակարևոր բանն է։ Հիանալի մարդ, հիանալի ընկեր ու հիանալի ռեժիսոր, որովհետև աշխատելուց իր հետ ես ստանում եմ հաճույք, որովհետև ինքը թողնում է տեղ ստեղծագործելու։ То есть ինչքան էլ չթվա, որ ինքը դեսպոտ է աշխատելու մեջ, բայց ես լիչնա ստանում եմ շատ մեծ հաճույք, որովհետև ստեղծագործում ենք իրար հետ։ Որպես ռեժիսոր Սուրենը բավականին հետաքրքիր եւ ճկուն ռեժիսոր է։ Իր հետ աշխատելը ինչքան հեշտ է, երակի անգամ բարդ է։ Ինքը կարա մի բան պահանջի, բայց հետո մի հատ շատ X ավելի այնց կարևոր փուլում, երբ որ արդեն այդ ամեն ինչի մեջ եփված ես, ինքը ամբողջությամբ փոխի, բայց ինքը շատ ճաշակով ռեժիսոր է։ Շատ բացառիկ տեսակի է պատկանում ռեժիսորների։ Ես կարծում եմ, այստեղ շատ մեծ դեր է խաղացել նրա Եվրոպայում ունեցած թատերական փորձը։ Նա այն ռեժիսորների տեսակից է, որը որ մեծագույն հարգանքով է մոտենում դերասանի մասնագիտությանը եւ շատ սիրում է ինքնուրույն մտածող դերասաններին, ավելի ինտելեկտուալ տեսակի դերասաններին շատ է սիրում եւ շատ հեշտ է այդ առումով նրա հետ աշխատել։ Ես մի անգամ եմ աշխատել պարոն Շավերդյանի հետ, բավականին մեծ կտավ էր եւ իմ տերն էլ բավականին կենտրոնական գլխավոր տերն էր եւ շատ պատասխանատու տեր էր ինձ համար, որովհետեւ առաջի տերն էր իմ կարիերայի մեջ, որը որ արդեն տարիքային ինչ որ փոփոխություններ ավելի հասուն տարիքային տեր էր եւ ինքն էլ շատ
հատուկ է աշխատում իր ոճը, բայց ասեմ, որ շատ հեշտ ստացվեց մեր համագործակցությունը, որովհետև արդեն կես բառից պարզ էր կերպարի ձևը, վիճակը եւ համարյա առանց կոնֆլիկտների հարթ շատ հետաքրքիր աշխատել ենք։ 3 պրոյեկտ կա, որ մենք աշխատել ենք միասին ու 3 պրոյեկտում էլ ես ինձ զգացել եմ երջանիկ մարդ, որովհետև այն տեքստը, ինչին մենք կպնում ենք իր հետ, այն ամեն ինչ է ստեղծագործելը իմ համար յուրահատուկ շրջան է ու շատ շուտով մենք հանձնելու ենք շատ լավ ու մեծ իդեալական ներկայացում, որովհետև արդեն երևում է ամեն ինչ որ իդեալական է լինելու, դա Գամլետ փսիխոպաթն է ու ես հուսով եմ, որ այդ պրոյեկտը կլինի շատ սիրուն, ինչպես միշտ եղել է Սուրենի հետ։ Իր մասին ասում են իր արած գործերը, արդեն շատ կարճ ժամանակում ունենք փոքր շատ հետաքրքիր հարթակ, որտեղ գտնվում ենք, որտեղ տեղի են ունենում տարբեր էքսպերիմենտալ ներկայացումներ։ Ինքը շատ ժամանակակից ռեժիսոր է։ Երբ դուք ստանձնեցիք թատրոնի ղեկավարի դիրքը պաշտոնը, դուք սկսեցիք այն ղեկավարել զրոյական կետից, թե որևէ հիմքի վրա շարունակեցիք ձեր աշխատանքը։ Զրոյական կետից ես չեմ սկսել ղեկավարել թատրոնը, թատրոնը շատ լավ պատմություն ունի եւ ավանդույթներ ունի եւ պիտի ուրախությամբ նշեմ, որ թատրոնում ղեկավարություն այս չափ համերաշխ եւ հաշտ հայ թատրոնի պատմության մեջ ամենայն դեպս երբեք չի եղել։ Մարիաննա Մխիթարյանը, երբ որ հասկացավ, որ այն, ինչ ինքը կարողացել է անել, արել է, իսկ նա արել է շատ բան այս թատրոնի համար, եւ այն պահին, որ հասկացավ, որ այլևս պետք է ավելի շատ զբաղվի իր մոնոփառատոնով, փոխանցեց թատրոնի ղեկը ինձ։ Եվ իսկապես թատրոնը շատ լավ ձեռքբերումներ է ունեցել իր ղեկավարման ժամանակ եւ փոխանցվել է ինձ։ Ես մի փոքր այլ ճանապարհով եմ գնում, իդեպ նախկին ղեկավարը իմ կողքն է հիմա եւ որոշակի հարցերով, հատկապես կապված արտերկրի փառատոների եւ կապերի հետ ինձ օգնում է։ Կարող եք մատնանշել այն կարևոր փոփոխությունը, որը դուք կատարել եք այս կարճ ժամանակահատվածում։ Այս 1 տարվա ընթացքում ես ինչպես եւ խոստացել էի, ես խոստացել եմ իմ ծրագրի մեջ նոր հարթակներ բացել։ Ես 1 ամիս առաջ մոտարապես նոր հարթակ բացեցի թատրոնում, որտեղ խաղացվում է ներկայացում։ Դա իմ խոստումներից մեկն էր, որը իրականացրեցի եւ հիմա արդեն պլանավորում ենք 2 ուրիշ հարթակ բացել թատրոնի տարածքում, որտեղ կխաղացվեն ներկայացումներ։ Աստված առաջ այս տարի մենք այն աթոռները, որոնք որ մեր սրահում են մեծ, 70 տարեկան աթոռներ են, պետք է փոխարինենք նորով։ Եվ նաև ստեղծագործական առումով ես կարծում եմ այս 1 տարվա ընթացքում շատ լուրջ ձեռքբերում ունենք, այն է միջազգային թատերական փառատոնի ենք մասնակցելու, աշխարհում լավագույններից եւ ամենամեծ փառատոներից մեկն է, խոսքը Չեխովյան փառատոնի մասին է, որտեղ հանդես են գալու այս ամռանը մեր սեր, փող, գիրք, իշխանություն ներկայացումով։ Այդ ներկայացումը նաև առիթ ունեցավ եւ թատրոնը մեծ ձեռքբերում ունեցավ։ Այս տարի թատրոնը եւս շատ մեծ ձեռքբերում ունեցավ մեր արտավազդ թատերական մրցանակաբաշխությանը։ Մենք 5 արտավազդ բերեցինք թատրոն, դա մեր թատրոնի հաղթանակն է եւ մեր թատրոնի պատմության մեջ երբևիցե չի եղել 5 արտավազդ միաժամանակ։ Ես կարծում եմ ձեռքբերումները դեռ մոտ ապագայում կլինեն, այս տարի նախատեսված են մի քանի պրեմիերաներ եւ մենք կարծում եմ մեր հանդիսատեսի սպասելիքները կարդարացնենք։ Ընդամենը 1 տարի եւ մի քանի ամիս է, կարող է շփոթվեմ, բայց շատ ավել չի, ինչն մեր տնօրենն է, արդեն թատրոնում նկատելի լավ փոփոխություններ են, օրինակ մենք ունենք նոր փորձասրանքներ, հա, մենք ունենք նոր տարածք, հետաքրքիր տարածք, որտեղ արդեն կայացել է մեկ շատ հետաքրքիր ներկայացում։ Նա շատ հոգատար տնօրեն է։
Մեկ տարի առաջ, երբ որ մենք հյուրախաղերի էինք, համարյա ամբողջ կազմներ, այնպես էր դասավորվել, որ նա չկարողացավ մեկնել մեր հետ, եւ նա մեկ շաբաթվա ընթացքում օրը մի քանի անգամ պարտադիր զանգահարում էր ինձ եւ հարցնում էր. բոլորը ապահովված են ամեն ինչով, ոչ ոք քաղցած չէ, խնդրում եմ գնա հետաքրքրվի եւ եթե հանկարծ որևէ մեկ ինչ-որ բանի կարիք ունի, խնդրում եմ անպայման ինձ տեղյակ պահի։ Այնքան մեծ էր նրա այդ եւ նա դեռ մեզ բոլորովին չէր ճանաչում, բայց դա շատ հետաքրքիր նյուանս է, որը որ շատ ցայտուն բնութագրում է նրա մարդկային տեսակը։ Շատ բարդ է լինել թատրոնի տնօրեն, նաև թատրոնի ռեժիսոր միաժամանակ։ Բայց այն ներկայացումները, որը այս շրջանում, որ Սուրեն Շահվերդյանը դարավ մեր թատրոնի տնօրենը ինքը բեմադրեց, իրանք ստացվեցին իդեալական ու դու գիտեք մենք արտավազդին ստացանք 5 հատ պրեմիա այս տարի ու դա ինձ թվում արդեն ասում է այդ ուспехի մասին ինձ թվում բարդ կլինի բայց ինքը այն անձնավորությունն է որ կարա դա անի միաժամանակ որովհետև տնօրենությունն էլ ռեժիսորական իր գիծն էլ թատրոնում ամեն ինչը ստացվում է դե ինչի պետք է չստացվի ջահել տաղանդավոր պերսպեկտիվնի անձնավորություն ես իրան չեմ դիտարկում որպես տնօրեն ավելի շատ կարելի ասել որպես մենեջեր թատրոնի ինքը իր բոլոր կապերը ու բոլոր հնարավորությունները օգտագործում է թատրոնի համար փորձում է դժվարին իրավիճակներում ելքեր գտնել ու դա նույնպես անում է հենց ինքը իրանով ինքը կարողանում է բոլորի հետ լեզու գտնի ու փորձի ամեն կերպ իր աջակցությունը ցուցաբերի թատրոնին թատրոնը ավելի զարգացնի ավելի ժամանակի հետ համահունչ դարձնի կարծում եմ որ ինքը եւ որպես ռեժիսոր է իր տեղում եւ որպես մենեջեր է իր տեղում շատ բաց է նաեւ առաջարկների օրինակ եղել են դեպքեր նույն ներկայացման փորձերի ժամանակ երբ որ ես մոտենում եի եւ ասում եի պարոն Շահվերդյան թույլ կտաք այսինչ բանը փորձել նա շատ ոգևորվում է դրանից բայց այն ռեժիսորը չի ով որ դերասանի այսպես ասած ձեռքից բռնած բեմի վրա կքայլի կասի գնացեք աջ երկու քայլ առաջ այստեղ եկեք զարմանանք այստեղ եկեք զայրանանք նա չի սիրում այդպիսի բան նա պահանջում է որպեսզի դերասանը լինի արվեստագետ եւ ստեղծի իր կերպարը ինքնուրույն այս առումով կարող է բարդ թվալ նրա հետ աշխատանքը բայց ստիպում է դերասանի մասնագիտական երևակայությանը շատ լուրջ աշխատել։ Պարոն Շահվերդյան, թատրոնում որքան էլ ցավալի է, բայց աշխատավարձերը բավական ցածր են, բայց հիմա երիտասարդները բնականաբար նախընտրում են այնպիսի մասնագիտություն, որը նաև եկամտաբեր կլինի։ Այդ դեպքում տաղանդավոր երիտասարդը, ռեժիսորը, դերասանը, բեմադրիչը ինչպես պետք է գայթակղվի եւ գա թատրոն։ Դուք բարձրացնում եք մի ցավալի հարց, ինձ համար հատկապես ցավալի հարց, որի լուծումներ ես փորձում եմ տալ։ Այն պահից, երբ որ ես սկսեցի ղեկավարել թատրոնը, ես մտածում եմ աշխատավարձների բարձրացնելու վերաբերյալ այդ լուրջ խնդրին եւ ինչ որ կերպ կարողանում եմ փոփոխություն կատարել, այն է ես նախատեսում եմ հետեւյալը, որքան շատ խաղա մեր դերասանը, այնքան շատ կվարձատրվի այսինքն հոնորարի միջոցով, լրավեճարի միջոցով կան դերասաններ մեր թատրոնում, որ բավականին լուրջ աշխատավարձ են ստանում։ Վարչական աշխատանքը կատարելու համար էլ մենք գաղտնիք չէ, աշխատավարձը մեր իսկապես շատ ցածր է, մեր կայքում տեղադրված է թե թատրոնի ղեկավարը որքան աշխատավարձ է ստանում, հավատացնում եմ ձեզ, որ շատ ցածր աշխատավարձով ենք մենք այստեղ աշխատում, բայց ինձ համար ամենայն դեպս գերխնդիրը աշխատավարձը չէ, ինձ համար թատրոնի վերելքն է։ Եվ շատ դերասաններ, շատ արտիստներ թատրոնում վանականների պես հավատարիմ զբաղվում են իրենց եւ պրոֆեսիոնալ մասնագիտությամբ։ Իսկապես կան մարդիկ, ում համար այդ աշխատավարձը կարևոր չէ, բայց ես շատ կարևորում եմ, որ
յուրաքանչյուր մասնագիտություն պետք է բարձրատրվի այնքան, որ մարդը իր գործով միայն զբաղվի։ Շատ արտիստներ գաղտնիք չէ, որ տարբեր մյուս հարթակներում, սերիալներում միջոցառումներ են վարում եւ այլն, եւ փորձում են վաստակել եւ իրենց օրվա հարցը լուծել թատրոնի պատերից դուրս։ Իհարկե դա ընդունելի է, բայց շատ ավելի լավ կլինի, որ մեր աշխատողները ստանան այնքան, որ զբաղվեն միայն իրենց հիմնական մասնագիտությամբ։ Իսկապես լուրջ խնդիր է եւ ես համենայն դեպս այդ խնդրի լուծումը տեսնում եմ։ Երիտասարդ ու տաղանդավոր դերասան է։ Հիմա կարող է հայտնվել ձեր թատրոնում։ Իհարկե, մեր թատրոնի դռները բաց են եւ ոչ միայն արտիստը կարող է հայտնվել, այլ ռեժիսորները կարող են հայտնվել։ Մեր կայքում պարբերաբար հայտարարվում է, որ մենք փնտրում ենք արտիստներ, ռեժիսորներ, ընդհանրապես մարդիկ, ովքեր որ հետաքրքիր նախագծեր ունեն։ Երբ որ ես չէի կարողանում պետական թատրոնում ստեղծագործել, ես ինքս նմանատիպ իրավիճակում էի եւ շատ լավ հիմա հասկանում եմ այն երիտասարդներին, ում առջև դռները փակում են թատրոնների։ Մեր թատրոնի դռները բաց են, հավատացնում եմ ձեզ։ Ուղղակի սպეციფիկան մի քիչ այլ է, բոլոր արտիստները չեն կարող մեզ դիմել, որովհետև լեզվի խնդիր կա։ Ռուսերեն իմացությամբ, բեմական ռուսերեն իմացությամբ արտիստներ մեր հանրապետությունում քիչ են։ Բացի լեզվական խնդիրները, էլ ինչպիսի չափանիշներ պետք է ունենա դերասանը, որպեսզի կարողանա հայտնվել ձեր թատրոնում։ Պետք է լինի պրոֆեսիոնալ, տաղանդավոր, հետաքրքիր։ Սկսնակը կարող է լինել պրոֆեսիոնալ։ Մեր թատրոնում վերջին մեր պրեմիերային, նախավերջին պրեմիերային սկսնակ արտիստը խաղում է գլխավոր դեր։ Խոսքային ներկայացման մասին է, որը որ 5 արտավազդ է ստացել, 4 արտավազդ, 5-րդ արտավազդը այլ ներկայացման համար էր եւ նույն այդ տղան ուսանող, այսօր 3-րդ կուրսի ուսանող խրախուսվել արտավազդով։ Եթե ձեզ տրվեին լայն հնարավորություններ, այդ թվում եւ նյութական, եւ բովանդակային առումով, ապա ո՞րն է այն ամենամեծ փոփոխությունը, որը դուք կցանկանայիք կատարել թատրոնում։ Նախ եւ առաջ շենքը լուրջ վերանորոգման կարիք ունի, հիմնովի կվերանորոգեի շենքը եւ այդ առնչությամբ ես հիմա զբաղվում եմ եւ նախագիծ եմ պատրաստում, թե ինչպիսին եմ տեսնում թատրոնի շենքը, ժամանակակից թատրոնի շենքը եւ կարող եմ գաղտնիք բացել, թե ինչպես եմ դա նախագծում իմ արտերկրում ապրող եւ ստեղծագործող ռեժիսորներին, բոլորին այսպես մի փոքրիկ հանձնարարություն եմ տվել, այն է, ինչպիսին եք տեսնում ձեր երազած թատրոնի շենքը, թատրոնը։ Եվ ոմանք շատ այսպես լավ եւ շատ գործնական պատասխան են տալիս, թե ինչպիսին են տեսնում։ Ես ինքս ունեմ իմ տեսլականը, բայց ես փորձում եմ լավագույն հաջողած ռեժիսորների հետ քննարկել, թե ինչպիսի թատրոնում կցանկանային իրենք ստեղծագործել։ Այդ ամենի, այդ բոլորի կարծիքը այսպես միասնական սարքելով ես կունենամ այն պատկերը, թե ինչպիսին կարող է լինել թատրոնը, ինչ հարթակներ կարող է լինել թատրոնում։ Գաղտնիքն է բացեցի ձեզ։ Որպես թատրոնի ղեկավար, ո՞րն է ձեզ համար ամենակարևոր բարձրակետը, որին դուք պետք է հասնեք։ Ինձ համար կարևոր բարձրակետը, նոր խոսեցինք շենքից, այլ բաներից, ինձ համար արտադրանքն է, ներկայացումը։ Ինչպիսի շենք ուզում լինի ամենաժամանակակից, ինչ պայմաններ, անսահման միգուցե ֆինանսական միջոցներ, եթե բեմում կատարվելիքը հանդիսատեսին հետաքրքիր չէ եւ անորակ է, ուրեմն մենք գործում ենք սխալ։ Գերագույն կետը դա ներկայացումն է, որը խաղացվում է։ Եթե վերջերս հարցազրույցի ժամանակ նմանատիպ հարց տվեցին,
Աստծին ինչպես եք հասկանում, ներկայացումը հետաքրքիր է թե չէ։ Իհարկե, բացի պրոֆեսիոնալների, թատերագետների գնահատականից եւ միջազգային հրավերներից, ինձ համար եւս մեկ չափանիշ կա։ Ես օթյակից շատ հաճախ հետևում եմ հանդիսատեսը հեռախոսի մեջ է թե ոչ։ Եթե հանդիսատեսը հեռախոսի մեջ չէ եւ այդ լույսերը մարված են, ինձ համար ներկայացումը հաջողվել է։ Այսինքն ես կարողացել եմ հանդիսատեսին հեռախոսից կտրել։ Բեմում ավելի հետաքրքիր է։ Երիտասարդների խոսքը հանդիսատեսի մասին է։ Ներգրավվածությունն ինչպիսին է։ Կարծում եք կա առաջընթաց հետաքրքրություն դեպի թատրոն։ Այո, կա, հատկապես փոքր հարթակներում մեր վերջի ներկայացումը թատրոնի սենյակներից մեկում է 30 հանդիսատեսի համար։ Սենյակը վերանորոգվել է որպես հյուրանոցի համար եւ դա այդ ֆորմատը ես հասկանում եմ, որ մեր երիտասարդ հանդիսատեսին շատ հետաքրքիր է։ Ներկայացումից առաջ փոքրիկ հյուրասիրություն է, գինի, պանիր, թեյ, սուրճ եւ վերջում հանդիսատեսը առիթ ունի շփվել այդ սենյակում մեր արտիստների հետ։ Հարց ու պատասխան է տեղի ունենում։ Երիտասարդներին այդ ֆորմատը հետաքրքիր է։ Խոսքը check-in love ներկայացման մասին է։ Դուք այցելում եք այլ թատրոններ։ Իհարկե այցելում եմ։ Եթե ժամանակս ներում է, փորձում եմ հասկանալ, թե ոչ միայն Հայաստանի, այլ արտերկրի թատրոններում ինչ է տեղի ունենում։ Մի քանի, 2 ամիս, 3 ամիս, եթե չեմ սխալվում, առաջ Համբուրգում էի եւ դիտեցի Բեռնարդա Ալբայի տունը ներկայացումը Գարսիա Լորկայի, որի դեպ առիթ ունեցել եմ աշխատել Սունդուկյանի թատրոնում, երաժշտական ձևավորում եմ արել ներկայացման, երբ որ հայրս բեմադրում էր, եւ հիմա նաեւ նախատեսում եմ մեր թատրոնում եւս մեկ անգամ բեմադրել այդ հետաքրքիր ստեղծագործությունը։ Հայաստանում դուք այցելում եք այլ թատրոններ, որպեսզի հասկանաք ինչ անել, թե ինչ չանել։ Եվ մեկը եւ մյուսը։ Մեծամասամբ գիտեմ, որ թատրոններն են հաջողում այսօր եւ որ թատրոնում կարող է հետաքրքիր ներկայացում լինել, շատ ավելի նախընտրում եմ լինել այն թատրոնում, որտեղ որ գիտեմ, որ լավ ներկայացում կարող եմ նայել։ Իսկ այն թատրոնները, որտեղ որ մոտարապես հասկանում եմ ինչ է տեղի ունենում, փորձում եմ խուսափել եւ չլինել այնտեղ։ Որովհետեւ ճիշտն ասած, գիտեք, երբ որ վատ երաժշտություն ես լսում, վատ ֆիլմ ես դիտում, անորակ միջավայրի մեջ ես եւ վատ ներկայացում ես նայում, մի տեսակ անընդհատ դեգրադացվում ես։ Իսկ երբ որ դիտում ես լավը, դու փոխվում ես։ Նախ տրամադրությունդ է փոխվում, հետո հասկանում ես, որ առաջընթաց կա։ Ոչ բոլոր իմ ներկայացումներն եմ ես սիրում, անկեղծ ասած։ Ոչ բոլոր։ Լինելով բազմազբաղ, վստահ եմ, որ դուք մեծ զբաղվածություն ունեք։ Հասցնում եք ժամանակ հատկացնել սիրելի մարդկանց, ընկերներին, հարազատներին։ Ծանր եւ բարդ հարց եք բարձրացնում, վերջերս իսկապես ժամանակ շատ քիչ եմ ունենում անցկացնել ընկերներիս հետ, նույնիսկ ընտանիքիս հետ, իսկապես ժամանակ չեմ գտնում, բայց փորձում եմ որքան որ հնարավոր է նաև ժամանակ տրամադրել ընկերներին, երեխաներիս եւ սիրելի զբաղմունքներին։ Ես ինքս ունեմ սիրելի զբաղմունքներ։ Կարող եք մի քանիսը ասել մեզ։ Ճանապարհորդել նախ եւ առաջ, որովհետեւ ռեժիսորի համար բացահայտել աշխարհը դա կարևորագույն մի խնդիր է։ Քիչ առաջ դուք հարցնում եք, արդյոք ներկայացումներ դիտում եք այլ թատրոններում, ռեժիսորը անընդհատ պետք է իր լոկացիաները փոխի, տեսնի աշխարհում ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում, նոր ինֆորմացիա, նոր մտքեր են, նոր պատմություններ։ Ես անչափ սիրում եմ ճանապարհորդել։ Բազմիցս Եվրոպայի տարբեր քաղաքներից մեքենայով վերադարձել եմ Հայաստան եւ իջևանել այս կամ այն երկրում 1-2 օր այդ ճանապարհորդությունը գերագույն հաճույք է։
եւ դու լիցքավորված վերադառնում ես քո երկիր եւ փորձում քո երկրում ինչ որ մի բան փոխել դեպի լավը։ Մեկ անգամ ես այդպես հետևում էի, նրա դուստրն էր իր հետ, երիտասարդ գեղեցիկ օրիորդ է շատ, եւ այնպես էր այդ աղջնակը այսպես նստած է հոր կողքին, այսպես գլուխը դրել է հոր ուսին եւ այնքան քնքշություն եւ այնքան սեր ու հոգատարություն կար հայրական այդ տեսարանի մեջ, որ այնպես ոնց որ ասում են զմայլվել կարելի էր, հա, ինչպես է այդ երիտասարդ օրիորդը իրեն փոքրիկ աղջնակ զգում, այդքան ուժեղ եւ այդքան հոգատար հայրիկի կողքին։ Դրանք փոքրիկ նյուանսներ կարող են թվալ, որոնք շատ բնութագրում են մարդու տեսակը։ Քանի որ դուք եղել եք աշխարհի տարբեր թատրոններում, կարող եք ասել, ո՞րն է հայ հանդիսատեսի տարբերությունը դրսի հանդիսատեսի հետ համեմատության մեջ։ Այդ տարիներ շարունակ հայ հանդիսատեսին դասյարակել են այսպես հանրամատչելի ներկայացումներով, ցածրորակ կոմեդիաներով, եւ հայ հանդիսատեսը թատրոնը ընկալում է որպես գնանք մի քիչ ուրախանանք, զվարճանանք։ Իսկ արտերկրում ինձ համար օրինակ շատ ողջունելի եւ ընդունելի մշակույթը ռուսական թատրոնի մշակույթը։ Այնտեղ ներկայացումներ կան, որոնք տևում են 4, 5, 6 ժամ։ Մյուս օրը կարող են գնալ մյուս գործողությունը նայել։ Հանդիսատեսը սիրում է թատրոնը եւ սիրում է իսկապես այն թատրոնը, այն ներկայացումները, որոնք խորը ասելիք ունեն։ Մեր հանդիսատեսը սովորել է եւ շատ ավելի սիրում է հաճախել զվարճանալու նպատակով թատրոն։ Իհարկե նաեւ դա պիտի լինի, բայց այնուամենայնիվ թատրոնը ասելիք պետք է ունենա եւ խոր ասելիք եւ թատրոնի գերխնդիրն է իր ներկայացումով մի փոքր մարդու աշխարհայացքը փոխել։ Մտածելու առիթ պիտի տանք, ինչ ենք ասում, ինչ մեսիջներ ունենք հաղորդելու։ Դա նաեւ բոլորիս, բոլոր թատրոնների խնդիրն է Հայաստանի։ Մենք միասնական պիտի կարողանանք փոխել մեր հանդիսատեսին։ Կողքի թատրոնի վատ ներկայացումը իմ հանդիսատեսի մեր թատրոնի կորուստն է, որովհետև առաջին անգամ կյանքում, երբ որ մարդը հաճախում է թատրոն, բացահայտում է ինչ բան է իր համար թատրոնը, եթե հանդիպում է վատ ներկայացմանը կամ վատ մշակութային իրադարձությանը, վերջ այդ մարդուն, այդ հանդիսատեսին մեր երկրի բոլոր թատրոնները կորցրեցին։ Իսկ եթե նա առաջին այդ բացահայտումը թատրոնի լինում է լավը, հետաքրքիր, բոլոր թատրոնները այդ հանդիսատեսին ունեն։ Որտեղ է ձեր խաղաղության տարածքը։ Չկա այդպիսի բան։ Խաղաղության տարածք չունեմ։ Ես անընդհատ ինքս ինձ հետ խնդիր ունեմ եւ ստեղծագործող մարդը չի կարող խաղաղ լինել։ Երևի այն աշխարհում կխաղաղվեմ միգուցե։ Ո՞վ է ձեր ամենաամուր հենարանը կյանքում։ Իմ ընտանիքը իմ հենարանն է, իմ ընկերները, իդեպ որ ասում եմ ընկերներ, ես կարող եմ երևի այս մեկ ձեռքից մատերի վրա չկարողանամ լրացնել այն ընկերների քանակը, որոնք որ իսկապես ընկեր են։ Խոսքը Facebook-յան 20-25 հազար ընկերների մասին չէ։ Այս ձեռքից կասկածելի է 5 մատը կարող եմ ծալել, թե ոչ։ Դուք ձեզ լավ ընկեր եք համարում։ Ոմանց համար այո։ Այն ընկերների, որոնք ինձ համար իսկապես ընկեր են, ես լավ ընկեր համարում եմ։ Սուրենը շատ լավ ընկեր է։ Ես Պրոստը դակ չեմ ասում այդ բառերը, որովհետև ես գիտեմ արդեն մենք երևի թե 2 տարի ասենց мод шефумен горцы арумов, уменьшов, потому что я вижу, как он всегда приходит на помощь тем людям, которые ему дороги. Независимо ни от чего, он первый придет на помощь. И это очень важный фактор в человеке. Лично это мое мнение. Из-за этого я его очень сильно уважаю. Որպես ընկեր հոյակապ ընկերա։ Ընկերա ամեն ժամի, ամեն պահի, ամեն վայրկյանի, յուրաքանչյուր սիտուացիայի, այսինքն
կարաս հանգիստ հույս տնես իր վրա որպես մարդ, որպես ընկեր, որպես բարեկամ, չգիտեմ։ Ես ամենայն դեպս ում հետ առնչվել եմ, ում հետ ինձ Սուրենն է ծանոթացրել անմիջական, որ ես առնչվել եմ, ես զգացել եմ, որ այդ հոգատարությունը ոչ միայն կոնկրետ մարդկանց հանդեպ է, այլ դա տեսակ է։ Ինքը տեսակով շատ հոգատար ու ազնիվ մարդ է։ Կան մարդիկ, ովքեր երբ որ մտնում են որևէ տարածք, որևէ սենյակ, իրենց էներգետիկ դաշտը այնքան հետաքրքիր եւ այնքան ուժեղ է, որ նույնիսկ եթե նա չի մասնակցում խոսակցությանը, հա, նա կարող է լուր նստել, նա կարող է մոտենալ լուսամուտից նայել, բայց այդ մարդու ներկայությունը աննկատ չի անցնում։ Նրա մուտքը սենյակ եւ կամ նրա ներկայությունը բավականին փոխում է մթնոլորտը։ Այդ առումով նա շատ հետաքրքիր մարդ է եւ նա ինձ թվում է միշտ որ ավելի շատ որպես մարդը դիտորդ լինի։ Ես երբեմն մտածում եմ որ նա մեզ կարծես սկանավորի էսպես։ Շատ քիչ է խոսում, բայց կարող է անել այնպիսի հետաքրքիր դիտողություններ, որ այսպես ապշած ես մնում, ասում ես որտեղից Շահվերդյանը կարող էր իմանալ, որ ես օրինակ այդ տեսակին եմ պատկանում։ Չէ՞ որ մենք այդքան չենք շփվում, հա, այդ անմիջական շփումը չկա, ընկերներ չենք եւ այլն եւ այլն։ Հասնողը, օգնողը, ընկերասերը, առատաձեռնը, ինչ ասեմ, բոլոր գծերը, ինչը որ պիտի ունենա տղամարդը, իր մեջ կա։ Ինչպես եք արտահայտում ձեր զայրույթը։ Հաճախ լռությամբ, հաճախ անտարբերությամբ, բայց շատ հաճախ ինձ ափերից անելը բարդ է, բայց Աստված մի արասե, եթե ես ափերից դուրս գամ, ես անտանելի եմ դառնում եւ ցանկալի չէ։ Մարդկային հարաբերություններում կա որևէ երևույթ կամ իրավիճակ, որը դուք չեք կարող ներել կամ ընդունել։ Դավաճանությունը։ Դավաճանությունը ինձ համար անընդունելի է։ Իսկ ո՞րն է մարդու ամենամեծ առաքինությունը։ Փոխել միջավայրը, աշխարհը մի փոքր դեպի լավ։ Դա է առաքինությունը։ Լուսավորվել եւ փորձել լուսավորել։ Ինչպես եք վարվում այն մարդկանց հետ, ովքեր անազնիվ վարք են դրսևորում ձեր նկատմամբ։ Նայած ինչ անազնվության մասին է խոսք։ Դե անազնվությունը անազնվություն է։ Ինչ աստիճանի անազնվություն։ Փորձում եմ ոչ թե պատասխանել, այլ հասցնել այդ մարդու ուղեղին, որ իր արածը ստորություն է։ Ես Սուրենին մաղթում եմ, որ ինքը երբեք չփոխվի, որովհետև ինձ թվում է չի էլ փոխվի, քանի որ ինձ թվում է ինքը տենց ծնվել է, տենց լավ մարդ։ Շատ հանգամանքներ կան մեր կյանքում բոլորիս համար, պաշտոններ, լիքը տենց լավ բաներ, որը մեր հետ կատարվում են կյանքի ընթացքում ու դա մեկու մեջ կարա փոխի մարդկանց։ Ու ես գիտեմ, համոզված եմ, որ ինքը չի փոխվի, ու ես ցանկանում եմ, որ մարդիկ, ով իրան շրջապատում են, չփոխվեն իր հանդեպ։ Դա ամենակարևորն է, ինձ թվում է։ Ծով համբերություն, երևի թե պրոդուկտիվ աշխատանքներ, նոր լավ ներկայացումներ, լավ ճաշակով, առողջություն, ավելի շատ խելք ու կուզենամ, որ ավելի շատ ուշադիր լինի ինքը իր նկատմամբ, իր շրջապատի նկատմամբ ու փորձի տեսնել այն իրականությունը, ինչը որ կատարվում է X պահերի իր շուրջ, որոնք միգուցե ինքը չի նկատում։ Ես կմաղթեմ, որ այդ համբերությունը նրա չսպառվի, ես նրան երբեք զայրացած չեմ տեսել։ Տեսել եմ մի անգամ վրդովված, այդ վրդովմունքի մեջ մի փոքր կարծես թե նա ոնց որ երեխա լիներ եւ նեղված լիներ ավելի շատ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից եւ այլն եւ նա արտահայտեց իր վրդովմունքը կմաղթեմ իրեն
որպեսզի ավելի համբերատար լինի մեզ հետ, որովհետև դերասանների հետ աշխատելը ամենահեշտ գործերից մեկը չի եւ իհարկե քաջառողջություն։ Կմաղթեմ լավ տաղանդավոր հասկացող դերասաններ, լավ ներկայացումներ եւ կանաչ ճանապարհ իր բռնած ուղիում ինքը շատ նպատակասլաց մարդ է եւ նա կհասնի իր նպատակներին։ Ես էլ ինչով կարողանամ իր կողքին եմ լինելու իմ թատրոնի, իմ սիրած թատրոնի կողքին։ Թելադրեք ինձ այնպիսի բաղադրիչներ, որոնցից կկարողանանք ստանալ երջանկություն։ Գեղեցկություն, բարություն, երևի թե այդքան։ Ինչ է պակասում ձեզ ավելի երջանիկ զգացողություններ ունենալու համար։ Հորիզոն։ Նայեք, այս պատուանը բացում եմ, դիմացը շենք է։ Ես անվերջություն եմ ցանկանում տեսնել։ Ես երկու բնակարան ունեմ, որոնց առջև անսահման տեսարան կար։ Ես դիտում էի դեպի անսահմանություն, հա։ Իմ երկու բնակարանից էլ Արարատը երևում էր։ Դիմացը շենքեր կառուցեցին եւ ես փոքրացա։ Իսկապես փոքրացա։ Երբ որ առաստաղը ցածր է լինում, ես ինձ փոքր եմ զգում։ Ճնշված, սահմանափակ։ Ես ինձ երջանիկ եմ զգում Սարի գագաթին, որտեղից կարողանում եմ այսպես անվերջ տեսնել դիմացս, օվկիանոսի ափին։ Ինչ կասեիք ձեր հայրիկին, եթե հենց հիմա տեսնեիք նրան։ Դա երկար երկխոսություն կլիներ, բայց առաջինը երևի կասեի կներես։ Կներես, եթե ինչ որտեղ թերացել եմ, կներես, որ ուշ հասա, որ չկարողացանք, եւ ես եւ քույրիկս։ Ես ինձ ինչ որ առումով եւ իմ քույրը մեղավոր ենք զգում, որովհետեւ այնուամենայնիվ եթե մի քիչ ավելին պնդենք, որ ինքը իրեն խնայեր եւ հետևեր բժիշկների խորհրդին, այսօր կարծում եմ կլիներ մեր կողքը։ Չլսեց։ Այն օրը, երբ որ ինքը կյանքից հեռացավ, ինքը առավոտյան ինձ ասեց, որ կարծես ծակոց ունեմ սրտումս, ասեցի անմիջապես գնանք բժշկի, ասեց ոչ, ինստիտուտում գիծ խորհուրդ էր կարծեմ, պետք է լինեմ այնտեղ։ Եվ այնտեղից վերադարձավ տուն եւ կորցրինք։ Պարոն Շահվարդյան, շնորհակալ եմ ձեզ, գեղեցիկ գրագետ, ինձ համար տպավորիչ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, որ էմոցիաներ եք արթնացնում։ Դուք կարողացաք էմոցիաներ արթնացնել ինձ մոտ եւ իմ խնդիրներն է քիչ առաջ խոսում ենք, հա, այնպիսի ներկայացում բեմադրել, որ մարդու մոտ էմոցիաներ արթնանան։ Դրանից մարդը մաքրվում է եւ այն գերագույն, հա, կատարսիսը մարդու հետ տեղի ունենում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ հետ հայ պերսոնաներ կհանդիպենք։